Օրինակ ես առաջարկում եմ Հայաստանի ատոմակայանը չփակել։ Այս իշխանությունները ամեն օր աշխատում են, որ այդ ատոմակայանը փակի։ Ամեն օր ինչով զբաղված է, այդ ատոմակայանը ուզում է փակի։ Դրա մասին բազմիցս հայտարարություններ եմ առաջարկում եմ։ Այս իշխանություններին ուրիշ առաջարկներ են կարել։ Դուք նոյեմբերի 9-ի առաջարկն եք ասում, որ մենք առաջարկում ենք չտալ Միջանցք օգտվելով այն հանգամանքից, որ չկա այլ Ղարաբաղը։ Ղարաբաղ չկա, մի գնա խոսա Միջանցքը, չէ գնացին, խոսացին, հասան Տրամպի կաբինետ, վերջը տվին։ Ուզում եմ ասեմ, ամեն հարցի վերաբերյալ չկա է հարց, որ մենք առաջարկություն չունենանք։ Օրինակ հիմա գույքահարկը աստղաբաշխական թվերով բարձրանում է։ Այդ գույքահարկի օրենքը խորհրդարանը ընդունել է 19 թվականին, երբ որ մենք պարլամենտում ենք։ Դուք հիշում եք ինչ կռիվ ենք տվել դրա համար, բայց ոչ ոք մեզ չէր լսում, որ ասում ենք մի արեք, այդ բեռը ծանր բեռա լինելու ժողովրդի վրա։ Հիմա տարի ամեն տարի դա բան է, ամեն տարի ավելանում է։ Հիմա դուրս եկեք փողոց, մարդկանց հարցրեք, ասեք ձեզ լավ եք զգում։ Այդ գումարը որ գնում է Երևանի քաղաքապետարան, դրա դիմաց ծառայություններ ստանում եք դուք այդ մակարդակի, այնքան փող ինչքան որ ձեզանից հավաքում են։ Այսինքն առաջարկել են չհանձնել։ Հիմա օրինակ Ադրբեջանը մեզանից էլի պահանջներ ունի, չէ՞, սահմանադրությունը փոխեք, զինանշանի վրից հանեք Արադ լեռը։ Հիմա դուք ինձ չեք հարցնում, չէ՞, իսկ դուք ինչ եք առաջարկում, ինչ անել զինանշանը։ Չփոխել զինանշանը, թողնել զինանշանը մնա իր տեղում, չնվաստանալ Ադրբեջանի առաջ։